Երբ խոսքը գնում է ապագայի հնարավոր ոչ ցանկալի եւ վատ ծանր հնարավոր իրադարձությունների եւ փոփոխությունների մասին, մարդիկ այստեղ տարբերվում են իրենց մոտեցումներով։ Մի մաս օրինակ ասում է, որ ցանկալի է մտածել վատը, որ վատը կլինի, որ եթե վատը լինի պատրաստ լինես, լավ լինի ուրախանաս։ Սա ինչ որ չափով մոտ է հին ստոիկների մոտեցմանը, այդ սպասվելիք իրավիճակների բացասական վիզուալիզացիայի տեխնիկային, որոնք իրանք կիրառում էին եւ խորհուրդ էին տալիս, էլի մոտավորապես նույն պատճառաբանությամբ, հա, որ եթե վատը տեղի ունենա, մենք արդեն պատրաստ կլինենք, իսկ եթե լավը տեղի ունենա, դա լավն է, կուրախանանք։ Մյուս մասը մարդկանց նշում է, որ անհրաժեշտ է պոզիտիվ մտածել։ Անհրաժեշտ է մտածել, որ լավ կլինի, մտածել լավ ելքի մասին եւ այդպես հավանականությունը մեծանում է, որ լավ կլինի։ Ժամանակակից նեյրոկենսաբանության ու կոգնիտիվ գիտության տեսանկյունից հավանաբար այս երկու մոտեցումներն էլ ինչ որ չափով ծայրահեղություններ են եւ գուցե այդքան էլ առողջ ու կառուցողական տարբերակ չեն։ Ինչու՞։ Որովհետեւ տեսեք, երբ որ մենք մտածում ենք վատի մասին, հա, կարծես թե մենք ավելի պատրաստ կլինենք, եթե դա տեղի ունենա, բայց տեսեք ինչ գնով է դա ձեռք բերվում։ Հոռետեսություն զարգացնելու, հոռետեսական մտածողություն զարգացնելու, ընկալման սելեկտիվության, երբ որ մեր ուղեղը սկսում է ընկալել միայն բացասական կողմը երևույթների կամ հնարավոր դրսևորումների եւ ուշադրությունը դարձնում միայն վտանգի նշանների նկատմամբ, սա մեծապես բացասաբար անդրադառնում է թե տրամադրության վրա եւ թե ինքնազգացողության վրա, ընդհանուր կյանքի որակի վրա եւ հետեւաբար կարծես թե մարդ սկսում է ապրել նախապես ապրել այն բացասական հնարավոր իրադարձությունը, որը դեռ տեղի չի ունեցել եւ կարող է տեղի չունենա այլ, այս է ամենակարևոր բանը, հա, որովհետեւ կարող է տեղի չունենա, իսկ նույնիսկ եթե տեղի էլ ունենա, ապա այդ ժամանակ նոր մարդ կարա ոնց որ ապրի այդ ցավը կամ այդ խնդիրը նախապես այն ապրելու իմաստը պրագմատիկ էստեղ չկա, դա պարզապես ինչ որ չափով տագնապը կարծես թե վերահսկելու ավելի ինչ որ ոչ առողջ կամ կառուցողական տարբերակ է։ Ինչ վերաբերվում է պոզիտիվ մտածողությանը, պոզիտիվ մոտեցմանը, ընդհանուր առմամբ կենցաղային մակարդակում որևէ խնդիր սրա մեջ չկա։ Բայց եթե արմատական լուծումներ ենք ուզում, ապա պետք է նշել, որ նույն պոզիտիվ մտածողությունը կամ լավատեսությունը, հոռետեսության պես բևեռային երևույթ է, երկուսն էլ որպես կանոն իգնոր են անում հիմքերը, այսինքն լավատեսությունն առանց հիմքերի չի տարբերվում առանձնապես հոռետեսությունից, որովհետև ինքը տալիս է չի հիմնավորված դրական ակնկալիքներ, հույսեր, որոնք կարող են մեծապես կոտրել մարդուն, բացի այդ, դրանք զրկում են մարդուն պատրաստվելու հնարավորությունից, դրանք կարող են զրկել մարդուն իրատեսականությունից եւ հարմարման մեխանիզմներից, այդ թվում եւ սոցիալական հարմարման մեխանիզմներից։ Դրա համար այս տեսանկյունից լավագույն բանը, որ մարդ կարող է անել, դա ռացիոնալ մոտեցումն է։ Այսինքն հարցնել շատ լավ, այն ինչ որ ես հիմա ենթադրում եմ, ունի հիմքեր, կարող է այդպես լինել, թե չէ։ Կան արդյոք հիմքեր մտածելու, որ այդպես կարող է եւ չլինի։ Ինչ կարող եմ ես անել, որպեսզի դա չլինի։ Ինչ կարող եմ ես անել, եթե հանկարծ դա տեղի ունենա։ Ես որքանով եմ վերահսկում այդ երևույթի հետ կապված իրադարձությունները, որքանով ոչ։ Ինչն է իմ ազդեցության դաշտում, ինչը ոչ։ Ինչ հատկանիշներ է ինձ պետք զարգացնել անձնային, որպեսզի ես ավելի կայուն լինեմ նման փոփոխությունների նկատմամբ։ Այս հարցերը եւ այս հարցերի շուրջ խորհելը ըստ անհրաժեշտության իհարկե նաեւ հոգեբանի հետ աշխատանքը այս թեմաների շուրջ կարող է մեզ մեծապես օգնել։